Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Հունիսի 6-ին հայտնել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Ստացված տվյալների համաձայն Սյունիքի մարզի տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը և Անդրեյ Արմենի Գյագունցը հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արամուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում, հայտնում է ԱԸՑ-ն, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցության Ռուսաստանի հետ երկարաժամկետ գործընկերության զարգացման։ Հունիսի 6-ին Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը ասել է խորհրդանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Մենք նպատակ ունեցել ենք զարգացնել երկարաժամկետ փոխժողովետ համագործակցություն, ըստ Ինտերֆաքսի ասել է Սիմոնյանը, հայտնելով, թե Երևանը գնահատում է ամեն դրական բան Մոսկվայի հետ իր հարաբերություններում։ Իր հերթին Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանից հետաքրքրված է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման և ընդլայնման։ Կաթողիկոս Գարեգինի հետ հանդիպել չեն պատրաստվում։ Հունիսի 6-ին Բաքվում հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխուլ Իսլամ Ալաշքյուր Փաշազադեն։ Իր այս որոշումը ադրբեջանցի շիա մահմեդականների առաջնորդը բացատրել է նրանով, որ հայ առաքելական եկեղեցու հովվապետը սկսել է քաղաքականությամբ զբաղվել։ Գարեգինը կրոնական դերակատարությունից բացի նաև քաղաքական դերակատարություն է ստանձնել։ Նման հոգևոր այրին քաղաքականության մեջ այդչափ ներգրավելը չի սազում, հայտարարել է նա։ Սամվել Շահրամանյանը հունիսի 6-ի առավոտյան կրկին հարցաքննվել է քննչական կոմիտեում։ Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով, իրավապահները մանրամասներ սակայն չեն հայտնում։ Արցախի վերջին նախագահային վերջին շաբաթներին 5-րդ անգամն են հարցաքննության կանչել։ 2 օր առաջ նա մի քանի ժամ քննչականում է 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնական անփութության ու զենքզինամթերքի հակառակորդին հանձնելու գործով։ Վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։ Ռուսաստանի հայկական պարային համույթներից մեկը ռուս երգչուհի Աննա Ասիի երգերից մեկի ներքո հայկական պար է բեմադրել ու գրավել սոցցանցի օգտատերերի ուշադրությունը։